Armenia. Բաթումի քաղաքում կայացած Շինկյոկուշին կարատեի Գրանպրի միջազգային մրցույթին մասնակցեցին նաև Մերնինոց Միդայի մարզիկները։ Մրցաշարը շատ բարդ էր, պայքարը թեր, բայց այնուամենայնիվ մեր տղաները նվաճեցին պատվավոր հորիզոնականներ։ Հոկտեմբերի 24-25-26-ին Բաթումի քաղաքում տեղի ունեցավ միջազգային Գրանպրի կարատեի, Շինկյոկուշին կարատեի առաջնություն, որտեղ մասնակցում էին 14 երկրներ, ու ինչպես մենք Թբիլիսիում հաղթեցինք այդ ադբորոշին տուրնիրը, մենք իրավունք ունեցանք այդ մրցումներին մասնակցելու, եւ 9 հոգյանոց խմբով ես մասնակցեցի, ունեցանք երրորդ տեղ։ Դա բավականին շատ բարդ մրցում էր ու շատ մեզ երեխեքին շատ մեծ փորձ տվեց հետագա մրցումների համար, նաև ուղերձներ նվաճեցինք մայիսի 5-ին Եվրոպայի առաջնության մասնակցելու համար։ Դե մյուս տարի մասնակցելու պատրաստվում ենք մեծ առաջնության, Եվրոպայի առաջնության, որը տեղի ունենալու Բաթումում։ Ես միշտ դժգոհ եմ, բայց իրոք բավականին լավ հանդես եկան երեխեքը, առաջի անգամներ նման մեծ մրցումների երեխեքը փորձ չունեին, հիմա ավելի փորձառու դարձան, ավելի լավ հասկացան, թե ինչպես կարելի է մարզվել, տեսան, որ մեզանից ուժեղ չեն ու կարելի է հաղթել։ Թող պատրաստվեն, զգացինք մեր թույլ կողմերը, մեր ուժեղ կողմերը, մեզ համար մրցումները թույլ կողմերի բացահայտում է, եւ բացահայտեցինք մեր թույլ կողմերը, եւ հիմա պատրաստվում ենք դրա վրա, որ կարողանանք Եվրոպայի առաջնությանը գոնե չեմպիոն ունենանք։ Եթե մեկ չեմպիոն ունենանք, դա արդեն մեծ նվաճում է Նինոց Միդայից, ունենանք Եվրոպայի չեմպիոն, դա արդեն ամբողջ աշխարհում թնդալու է մեր անունը։ Առաջիկայում մեզ նաև սպասվում է մրցում Հայաստանի բացառաշնություն նոյեմբերի 16-ին եւ նաև Քոբուլետի ստացե Վրաստանի առաջնություն Դեբուլևան հրավերը նոյեմբերի 26-ին։ Ուզում ենք մասնակցենք երկու մրցումներին էլ։ Հարցազրույցի ընթացքում մարզիչ Դարփինյանը խոստովանեց, որ ինքը միշտ դժգոհ է տղաների ցուցաբերած մրցապայքարից, բայց դա դատապարտելի չէ, քանի որ ինքն էլ քաջ գիտի, որ առանց պարգև նրանք չեն վերադառնում։ Պահանջկոտ ու խիստ մարզիչների խմբերում միշտ գերազանցում են հմուտ ու փորձառու մարզիկները, ահա եւ նրանք։ Մոնթե Դարփինյանը անունս, մասնակցել եմ Բաթումի Գրանպրի միջազգային առաջնության, մասնակցում էին 16 երկիր եւ ես այնտեղ կարողացա գրավել 3-րդ տեղ։ Այնտեղ ես բացահայտեցի իմ թույլ եւ ուժեղ կողմերը եւ հիմա ավելի լավ կպատրաստվեմ գալիք մրցումների համար։ Բարև ես Հասկանաց Մարկոսյանն եմ, մասնակցել եմ Բաթումի Գրանպրի առաջնության եւ զբաղեցրել եմ 3-րդ տեղ։ Սա իմ 15-րդ մրցումն էր, ես ունեմ զբաղեցած 5 հատ առաջի տեղ, մի հատ երկրորդ, 2 հատ էլ երրորդ եւ այս սպորտաձևը ինձ շատ է դուր գալիս եւ ես նաեւ ուզում եմ մեր շնորհակալություն հայտնեմ իմ սենսեյից Սամվել Լապրինյանից, նրա օգնությամբ մենք այսպես մեծ բարձունքների հասնում։
Ես Գևորգ Քիրչյանն եմ, մասնակցել եմ Բաթում մրցման, առաջ բոյս հաղթել եմ, երկրորդը սպարտվել։ Ես սա չեմ տխրել, որովհետև որ դեմ էլի մրցույթներ կա եւ ես հավատում եմ, որ կհաղթեմ։ Ես Հայկ Մանուկյանն եմ, մասնակցել եմ Բաթում Grand Prix առաջնությանը։ Շատ դժվար մրցում էր, 14 պետություն էին մասնակցում, բոլոր մրցումների վրա ավելի դժվար էր, հետագայում մտադրություն ունեմ Եվրոպայի առաջնության մասնակցելու և հաղթանակներ ունենալ։ Պարտվելու դեպքում ավելի ուժեղ ենք աշխատում պարապում, որպեսզի ավելի բարձր արդյունքների հասնենք, չպետք է ընկճվել ու առաջ շարժվենք։ Յուրաքանչյուր մրցում մի մեծ դաս է, որտեղ մարզիկները կարողանում են բացահայտել իրենց թույլ ու ուժեղ կողմերը, իսկ գրանցած հաղթանակները այն սանդղակներն են, որոնցով նրանք քայլ առ քայլ բարձրանում են վերև։ Մեր տղաների քայլերը հասել են արդեն բավականին մեծ բարձունքների։ Մնում է պարապել, պայքարել Նինոզմինդայի անուն աշխարհին ցույց տալու համար։ Ցանկանանք նրանց նորանոր վերելքներ։ Una dura chisas y